Կարճ ասած, ինչի է պետք ազատվել թրքաբոլշևիկյան ռեժիմից և նրան ծառայող քաղաքական ուժերից, ասել է թե թրքաբարոներից և ռսաբարոներից, որովհետև դարերի փորձը ցույց է տվել, որ իմ հայրենիքը միշտ կռվախնձոր է եղել ռուսների և թուրքերի միջև, որ այդ կռվախնձոր լինելու հանգամանքն է խանգարել, որ մեր ազգը դեռ չի գերազանցում իր հայրենի երկրում 2-ից 3 միլիոնը, մինչդեռ աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ, որոնք չունեն պետություն ու պետականություն, բազմապատկվել են։ Ես տեսնում եմ, որ այս դարերի ընթացքում անընդհատ խաբելով մի տարի Արցախը քոնն է, մի տարի քոնը չէ, մի տարի քոնն է, մի տարի քոնը չէ, Արարատը քոնն է, Արարատը քոնը չէ, այս ռուս-թուրքական պատերազմների առուծախերի հետևանքով մաշվել է և իմ հայրենիքը, և իմ ժողովուրդը, և ինչու չէ, նաև բարոյականությունը։ Ինչու եմ ես դարձել Սասնա Ծռեր համայնքական շարժման և ազգային ժողովրդական բևեռ շարժման անդամ, ինչու եմ ես ընտրելու համար 8-ին, որովհետև ես չեմ ուզում լինել խաղալիք թուրքերի և ռուսների ձեռքին, միշտ այլընտրանք կա, արժանապատիվ դաշնակցային հարաբերություն։ Ես չեմ կարող իմ ազատագրական պայքարը դարձնել հանցագործություն։ Ես արցախյան առաջին պատերազմի մասնակից եմ, և ես ազատագրել եմ Արցախը, ոչ թե օկուպացրել։ Ես չեմ համարում, որ իմ նախնիները ցեղասպանվելիս մեղքի բաժին են ունեցել, ինչպես պնդում են թրքաբարոները։ Ես չեմ կարող ընդունել այն փաստը, որ Արարատը Հայաստան չէ, կամ հայկական չէ։ Մենք ուղղակի չենք եկել Արարատի փեշերին ծվարել, մենք ուղղակի ծնվել ենք Արարատից։ Ու եթե ուրանանք Արարատին, առաջինը հենց ուրացման համար մեզ կպատժեն։ Ես ընտրում եմ համար 8-ին, որ իմ կիսատ թողած գործը զավակից չթողեմ։ Ես Արցախն ազատագրելով արդեն հայացքս Արարատին էի հառել, բայց եկավ թրքաբարոն և նորից ինձ տարավ ելման կետ։ Ես հիմա նորից պետք է Արցախով սկսեմ ու գնամ Արարատով ու Էրզրումով դուրս գամ։ Ու ես դա պետք է անեմ, որովհետև միջազգային իրավիճակն էլ է իմ կամքին, իմ ցանկությանը համահունչ։ Ուղղակի թրքաբարոները դա չեն բարձրաձայնում և մեզ շեղում տանում են այլ ուղղությամբ, զիջելու, տրվելու, բարոյականությունից զրկվելու ճանապարհին։ Ես ընտրել եմ համար 8-ին, որովհետև ես արժանապատիվ հայ եմ։ Դուք էլ։